Փակ տիրոջ սիրելի քույրեր եղբայրներ, փակ տիրոջը դիտարկիր ա որ տիրոջ ներկայությունը ամեն տեղ կարա մեր հետ լինի, որտեղ որ մենք կանք ու դրա համար ինչ լավ ա որ մենք պետք չի որ հատուկ ինչ որ տեղ գնանք այն ժողովրդի հետ ենք հավաքվում տիրոջ իր ներկայությունը լրիվ ավելի զորավոր ա դրսևորվում գիտեք Աստված ամեն տեղ ա նույնիսկ դժոխքի մեջ ա Դավիթ ասում ա ուր ուզում ա գնամ դու այնտեղ ես եւ քո երեսից ասում ա ոչ մի տեղ չեմ կարող գնալ քո երեսից ուր կփախչեմ Տեր Ես հիշում եմ որ ես նոր հավատքի մեջ էի ու հայրս սենց ասած չի եղել շատ ուժեղ հալածող բայց շատ խիստ չէր թողում հավաքույթներ եւ այլն չեք պատկերացնի վաննը ինկատի ունեմ սենյակը ոչ թե հենց վաննի մեջ վաննը ինչքան տիրոջ ներկայություն եմ ճաշակել Շատ անգամներ, երբ որ վանն են զանիտերել եմ, զուգարանում։ Փակում էի սենց կրիշկեն, բան, ծնկի էի գալի մեջքով դեպի ունիտազը։ Ու սկսում էի տիրոջը կամաց աղոթել, դե բարձր չէի կարող աղոթել, ու տիրոջ ներկայությունը սկսում էր գալը։ Աստված ասում ա ով որ ինձ փնտրի պիտի գտնի եթե ամբողջ սրտով փնտրի Այսինքն մենք մեր կյանքի մեջ կարիք ունենք տիրոջ ներկայությունը ճաշակելու Գործ առաքելոցի մեջ ասում ա Աստված մարդու ձեռքի ծառայության կարիքը չունի Բայց Աստված ա տվել մեզ սահմանները, ժամանակները, որպիսի ինչ անենք, գրված ա, որպիսի փնտրենք։ Ռուսենում ասում ա «Не ощутят ли его» Մի խոսքով, որպիսի շոշափենք նրան։ Գիտեք, որ Աստված շատ ա ուզում, որ մենք իրան ճաշակենք։ Ես չեմ հավատում, որ կրոնը ձգտում ա ճաշակի տիրոջը։ Կրոնավոր քրիստոնյան իր ամբողջ են, որ ասում ա կաշվից դուրս կգա, մենակ թե արտաքին դիրքը պահի։ Ես հիշում եմ, որ նոր հավատքի մեջ էի, ինչի նոր, մի տարի արդեն անցել էր, Չէի ասի, որ արդեն նորադարձ էի, ջրով մկրտված, Սուրբ Հոգով մկրտված, երբ որ մեր դուռը թխկացնում էին տան, իսկ ես վաբշե եսի մնչով էի զբաղված լինեմ, ինչ որ ուրիշ գործերով, նախքան դուռը բացելը, որտեվ շատ անգամ քույր եղբայրներից էին գալիս, վազելով գնում էի Աստվածաշունչը վեր էի ունեմ, մատս դնում էի Աստվածաշունչի մեջ, ու տենց դուռը բացում էի, իբր թե անընդհատ կարդալու մեջ եմ ես, գիշեր ցերեկ, հաց չեմ ուտում, ջուր չեմ խմում, կարդում եմ, ինձ համար շատ կարևոր, ու որ մտնում էին, ասում էին, հա կարդում ես, ասում էի, հա, գիտեք սիրելի քույրեր եղբայրներ, չկա ավելի քաղցր բան, երբ որ մարդը կարողանում է այն Սամարացիների նման, մեր Սամարացու նման չի էլի, Սամարիայի բնակիչների նման, ասում են հիմի արդեն հավատում ենք ոչ թե որ քեզանից լսեցինք, այլ որ մեր աչքերը տեսան ու մենք ճաշակեցինք։ Այն քրիստոնյաները, որոնք ուրիշի հավատքով են հավատում, իրենց անձնական փորձառությունը չունեն, Այդ քրիստոնյաներին շատ դժվար է
Այդ քրիստոնյան շատ հեշտ է շեղել, գայթակղեցնել։ Մի եղբայր, երբ որ բանտում նստած է եղնում, այդ ոնց են կոչվում, այդ առանձին այդ խցիկում էլի, որ в одиночку։ Ես այդ գիտեի, հայերեն էի ուզում։ Հա, մեկուսարա։ Ու գիտեք, իրան այնտեղ էին նստացնում, որպեսզի դա, որովհետև ընդհանրապես մարդու համար դա ապացուցված է, պատկերացնում եք բանտում, երբ որ մարդը 20, նույնիսկ 40 հոգյանոց մեծ այդ կամերաները նստած են եղնում, ինչքան դժվար է այդ քանի հետ, դրանք հետ հոսուրբերի հետ չեն նստածրել, չէ՞։ Բայց նույնիսկ այդ աշխարհի այդ խմող, ծխող, գողացող, սպանող եւ այլն տարբեր պատճառներով բանտ են ընկել, նույնիսկ նրանց համար ոնց որ թե մեկուսարանը, այդ առանձին այդ բանտախցիկը պետքա լիներ, սենց ասած հանգստություն, բայց դա համարվում է ամենադաժան պատիժներից մեկը։ Եվ այդ դաժանությունը հենց այդ մենակությունն է։ Կերակրում են բան, բայց այդ ընդեղ ուրիշ էլի բաներ կա երևի, Փառք Տիրոջը ես երբեք չեմ նստած, բայց ուզում եմ ասեմ մի կարևոր բան։ Այդ եղբորը շատ հալածված, երբ որ իրան ասում էին, պարզապես դու մերժում ես Քրիստոսին, կոմունիստական այդ պարտիայի առաջ ասում ես, որ ես շտկվել եմ, եւ մենք քեզ ընդհանրապես ազատ ենք արձակում, որովհետեւ դու միակ այդ պատճառով ես նստած։ Եվ երբ որ այդ մեկուսարանից մի 10 օր հետո ընդեղ նստած, որ մարդիկ արդեն սենց ասած կոտրվում էին ու ամեն ինչ պատրաստ են ստորագրել սովորական մարդիկ, իրան կանչում են, ասում են, հա, ինչ ես ասում։ Ասա, որ Հիսուս չկա, Աստված չկա։ Ասմա ոնց չկա, առավոտը իմ մոտ էր եկել։ Ասմա ոնց առավոտը իմ մոտ էր եկել։ Հա, ասմա ինքը իմ մոտ է գալիս, շուշուտ է գալիս։ Ամեն օր մի քանի անգամ գալիս է, այցելում է ինձ, ես նրա ներկայությունը ճաշակում եմ, նա ինձ զորացնում է։ Ասմա էլի գցեք ընդեղ։ Սիրելի քույր երեխայներ, ինչի համար եմ այս ասում։ Մենք շատ անգամ այսօր ունենք ժամանակակից հավատք, երբ որ մարդու Աստծո նկատմամբ վերաբերմունքը, հավատք, հույս, սեր ձևավորվում է միայն ինչ որ մեկի ասացածի հիման վրա։ Ինձ ասել են, բեմից քարոզում է, ու մարդն էլ նստած ասում է, հա դե, լանայ, հո հենց այն չի ասում։ Ուֆա մի անգամ ես քարոզում էի, սենց եկեղեցում բեմից ու բավականին մեծ եկեղեցի էր ու մոտ 600 ավել մարդ կար նստած, հավաքույթից հետո եղբայրներից մեկը իր ընկերոջ հետ եկավ, ասում է Վարդան եղբայր, կարելի է ինքը դե ռուսերենին ասում, կարելի է, ես իմ ընկերս առաջի անգամ վկայել եմ իրան, բերել եմ, ինքը շատ անհավատ մարդ է։ Ասում է եկավ, դե երկել ենք, որոշ էլի փոքր քարոզներ բան, ու հետո ասում է, որ դու քարոզեցիր, ինքը ինձ ասավ, կարելի է ես իր հետ ծանոթանամ, շատ եմ զարմացել, ինքը հավատում է այն, ինչ որ ինքը ասում է։ Ուզում եմ ծանոթանամ։ Գիտեք, սիրելի քույրեր եղբայրներ, այսօր այս ինչ որ հիմի ես ասում եմ ու շարունակելու եմ ասել, դա լեկցիա չի։ Ես չեմ ուզում հենց այնց ինչ որ ասեմ, այն մի հատ սովետական մուլտիկ դար Շերեփուկը, որ բան անում, գործ ադառնեմ, գործը այս արագիլի հետ թռչեմ, ու այն Շերեփուկներին պատմում ասում, ես, սիրելի քույրեր եղբայրներ, կուզեմ որպեսզի ամեն մեկս մեր սրտերի մեջ դնենք այդ բանը, հավատանք Աստծո խոսքին, լսելուց, դա շատ կարևոր է, բայց միջև մենք չճաշակենք, չհանգստանանք։ Եթե մեր հավատքը միայն ուրիշի ասելու լսելուց է,
Էգուտ չէ որ կարող է ինչ որ մեկը ուրիշ բան ասի, հիմիկել մենք ուրիշ կողմի վրա գնանք։ Ընդհանրապես առողջ հավատքը հիմնվում է, եթե շատ սենց սերմ ասեմ, առողջ հավատքը հիմնվում է երկու բանի վրա։ Դա խոսքն է եւ այդ խոսքը ճաշակելն է, ճանաչելն է։ Ռուսեն սենց խոսք է, переживать։ Երբ որ դու ճաշակում ես այդ խոսքը, դա քեզ համար ընդամենը խոսք չի։ Ինչն է պատճառը, որ շատ անգամ մարդիկ կան, նույնիսկ հոգևոր ընտանիքում ծնված, կամ էլ փոքր ժամանակից եկեղեցի են եկել, կամ էլ եկել են մեծ հասակում կապ չունի, բայց երկար տարիներ հավատքի մեջ են։ Ու հետաքրքիր բան, իրանց Աստված, որ իրանց մեջ ձևավորված է, իրանց մտքի, սրտի մեջ ձևավորված Աստվածը միայն ուրիշի պատմածով է։ Իրանք ճաշակած Աստված, իրանք չեն ճաշակել այդ Աստծուն, որին նրանք հավատում են։ Հավատալը դա սկիզբն է, եւ դու չես կարող առանց հավատքի, ինձ համար շատ վտանգավոր է, երբ որ մարդը ասում է ես ճաշակում եմ Տիրոջը, բայց նա խոսքի հետ ոչ մի կապ չունի, մի բան են չի։ Այս 31 տարվա հովվական ծառայության մեջ ես ոչ թե մի անգամ, տասնյակ անգամներ հանդիպել եմ մարդկանց, որոնք ասել են, որ մենք Աստծուն ճաշակում ենք։ Ու երբ որ ես հարցրել եմ, ասել են Աստված սեր է, այն մեկն ասում Աստված սրբություն է, այն մեկն ասում Աստված ահուդող է, որ Աստծո ներկայությունը էս է, այն է, ու մեկ էլ տեսնում ես տարբեր բաներ են ասում։ Բայց իրանց ճանաչած, ճաշակած Աստծուն իրանք Տիրոջ խոսքի մեջ չեն գտել։ Խոսքը կա, ճաշակելը չկա, դա թույլ հավատք է։ Ճաշակելը, բայց խոսքի վրա հիմքեր չունի, խոսքի մեջ չի տեսել այդ իրա ճաշակած Աստծուն, դա լուրջ մոլորություն է։ Մենք մի հատ եղբայր ունենք, Ռուսլան եղբայրը, ինքը թաթար ազգությամբ, շատ լավ եղբայր է, շատ շուտվա եղբայր է, այս երևի մի 25 տարի է ավել հավատքի մեջ է։ Ինքը մեկ սենց շատ է Հիսուսի սիրում ու մեկ սենց որ բաներ անում մի անգամ սենց թևավոր խոսքեր շատ ունի ու ոչ թե հատուկ մտածում է, ինքը սենց ոնց ասած հատուկ ինտելեկտուալ չի էլի, բայց հենց թևավոր խոսքեր ունի իր զգացմունքներից ելնելով մի անգամ ասավ слава Богу, за Богу, если бы не Бог, не дай Бог։ Այնքան ուզում ասի, որ ինչ լավ է էլի Տիրոջ ներկայություն, ինչ լավ է, որ Տերը կա։ Ես հիշում եմ մեր քույրերից մեկի մաման, մեծ քույրերից մեկի մաման վկայել էր մի սենց Կիրովականում մի սենց կին, որը որ տուն տեղ ունի, բայց ոչ երեխա ունի, ոչ բան, մենակ է, միայնակ է, ու սենց թափթփված կյանք ապրում, հազիվ մի կերպ ծերը ծերին հասցնելով, մի կտոր հացի կարոտ, շորի կարոտ եւ այլը։ Ու այս քույրիկը, որ էլի մեծ տարիքի, նա էլ է 70-ից, այս քույրիկն էլ վկայել էր ու դարձի էր եկել։ Ու ասում է այնքան էր անկեղծ նվիրվել Հիսուսին, այնքան էր Տիրոջ ներկայությունը ճաշակում, ասում է մի անգամ աղոթքի ժամանակ կողքից ծնկի եկած աղոթում է ու ասում է հանկարծ ես լսեցի ինչ աղոթում։ Նորադարձար, լա դեռ խոսքը լավ չգիտի, բայց սիրտը Հիսուսին ա տվել, խոսքը կարդում է, ուզում է հասկանա ու ասում է աղոթում էր սենց։ Հիսուս ջան, դու քեզ լավ պահի, որ դու չհիվանդանաս, որ դու հիվանդանաս, բա մեր հալը ոնց կլի։ Հասկանում եք, ես համոզված եմ, որ Հիսուսը հիացած էր իր աղոթքով։ Որովհետև նա տենում էր, որ այս մանուկը ինչքան անկեղծ է։
Գիրովական մեր եղբայրներից մեկը ես ասում եմ 80-ականի վերջերին, սենց ասած գյուղից մի քույրիկ ա եկած ելնեմ տնային հավաքույթին, ու այս հավաքույթի ժամանակ մեկ էլ այս պատասխանատու եղբայրը, որ անցակացնեմ, լսում աղոթքի ժամանակ ես տարիքով քույրիկա, այս տարիքով քույրիկա աղոթում ա Հիսուս ջան, ես քեզ ընքան շատ եմ սիրում, որ գամ երկինք, ես քո նասկիները մենակ ես եմ լվանա։ Նորադարձ ա, հասկանում եք։ Աղոթքը պրծնում ա, եղբայրը դե աստվածաբան եւ այլն։ Ասում ա քույրիկ ջան, ես լսեցի ոնց ես աղոթում, շատ սխալ այդպես աղոթելը։ Այս քույրիկն անկեղծ ասում ա, հա բա ոնց պետք է աղոթեմ։ Ասում ա Հիսուսի նասկիներ չունի, որ կեղտոտվի դու էլ լվաս։ Հիսուսի աղոթի սենց, ու սենց է, գեղեցիկ, սենց։ Մի հատ աղոթ կա ներկայացնեմ, այդ քույրիկն էլ իսկի չի էլ հիշում։ Եղբայրս գոհ, որ շտկել ա քույրիկին, ուղիղ ճանապարհի վրա է, ուղղել, գիշերը երազ ա տեսնում, վանդակի մեջ սոխակը, սոխակը գիտեք չէ, կանարեկին, սոխակը կտուցը թելով կապած ա շատ ուժեղ, ու այդ սոխակը տխուր նստած ա ու արցունքները գնում են։ Ու մեկ է ձայն ա լսում, դու ինչի իմ սոխակի ձայնը կտրացրեցիր։ Առավոտ ասում ա վեր կացա, ու հմինգել եմ դե ժամանակ ոչ հեռախոս կա ամեկի տան, ասում ա գնում եմ տուն, գնում եմ մեր տնային խմի, ասում եմ այն քույրիկին, ասում են այդ քույրիկը առաջի անգամ էր եկել, ինչ որ գյուղից ա, թե որ գյուղից ա, ասում ա ուրեմն ավտով հաստեղ եմ գնում, ամբողջ օրը վերջը գտա որ մեկն ասավ, էս ինչ գյուղից ա, բայց չգիտենք անունը ինչ ա, որտեղ ապրեմ, ոչ մի բան չգիտենք, ես ասում աղոթում եմ, գնում եմ, տես ջան դու օգնի, ես շտկեմ իմ արածը։ Ասում ա գնացի, այս ոչ անեկդոտա, ոչ բան, ինքն ա պատմում այդ եղբայրը վկայի մեջ, ասում ա գնացի հիմի աղոթում եմ ամբողջ ճանապարհին արցունքներով աղոթում, ասում տեր ասա ինձ ոնց անեմ։ Ասում ա հասա այդ գյուղը մտա, մեկ էլ մի կնոջ բան ասեցի ձեր գյուղում հավատացյալ կին հասավ մեկը կա այն հասցեով գնա, պատկերացնում եք շատ գյուղեր եկեղեցիներ կա, որ հավատացյալը 10 հատ 20 հատ հասցե կասեն, ու ասում ա գնացի, այս ասում ա որ դուրը բացեցի, վարոտի դուրը բացեցի, տենամ այդ քույրիկ ինչ որ կասրուկով չգիտեմ ինչ գործ անեմ հենց հայատը, վայ որ չտեսա ինքնա ուրախացած, ասում ա ինձ տեհավ մի ուրախացել ա, վայ ախպեր ջան, այս դու ես իմ տուն եկար, հա բան, սենց ուրախացել, ասում ա արի չես գնալու մինչև մի հատ թեյ չխմենք, ու ասում ա խառնված, մուրաբա բերեմ, ես անեմ, են անեմ, ասում ա հիմի հպարտությունս թույլ չի տալի, որ ասեմ, որ ես սխալ եմ եղա, հովիվ մարդ է, ոնց կարա սխալել եմ, խմբապետ ավելի ճիշտ, ասում ա մի կերպ, ասեցի քույրիկ ջան, գիտես, Տերը ինձ հանդիմանել ա, ասել ա, որ դու շատ ճիշտ էիր աղոթում, փաստորեն ես չգիտեի Հիսուսի նասկիներ ունի, ու որ դու գնաս ընդեղ դու կարաս ազատ լվանաս, հնենց որ այդ տենց էլ աղոթի, ասում ա մի ուրախացել ա, ասում ա այ ախպեր ջան, վայ ապրես, ես էլ ասում ա այն քո ասած աղոթքը չէի հիշում, հիմի առավոտը վեր եմ կացել, ուզում եմ աղոթեմ, ասում եմ այն ինչ էր ասում ինքը, այն ոնց էի աղոթի ես։ Սիրելի քույրեր եղբայրներ, եթե հավատքը մենակ գիտություն ա, եկեղեցի, պահվածք, ինչ որ բաներ, դա լավ ա, երբ որ Աստծո խոսքը գիտենք, երբ որ Աստծո խոսքին համեմատ պահվածք ունենք, արժանի ձևով ենք, Աստծոն արժանի ձևով ենք ապրում, ինչպես գրված ա, դա շատ լավ ա։ Բայց շատ անգամ նման մարդկանց համար աղոթքները դառնում են մեքենայաբար, ինչ որ
Տեր ջան, փառքես, հալելույա, փառքես Տեր ջան։ Դու օրհնի մեզ, օրհնի կնգանս, օրհնի երեխեքիս, օրհնի ամուսնուն, օրհնի ծնողներից, օրհնի գործ ենք դուս գալի, օրհնի ինչ որ բաներն օրհնություն են խնդրեմ։ Էտա վերջը փառքես, որ դու պահում ես, մի քանի բան էլ գիտեն, որ պետք է ասեն ու գործի։ Աստված անկեղծի հետ անկեղծությամբ ավարվում։ Ամբարիշտին նրա ամբարշտության համեմատ է հատուցանը։ Սիրելի քույր երեխայներ, ես չեմ ուզում այսօր շատ վարդապետական ինչ-որ բաներ, բայց ուզում եմ մի շատ կարևոր բան շեշտեմ, որ մենք երբեք չմոռանանք, որովհետև դրանից է կախված մենք հոգևոր կենթանի վիճակ կունենանք, թե չէ։ Առաջի Կորինթացիս 3:6-7 Առաջի Կորինթացիս 3:6-7 Ես տնկեցի, Ապողոսը ջուր տվավ, բայց Աստված մեծացրեց։ Ուրեմն ոչ տնկողն է մի բան, ոչ էլ ջուր տվողը, բայց աճեցնող Աստվածը։ Ինչ է նշանակում աճ։ Ցանկացած բերքատու, թուփ, ծառ, բույս, եթե չաճի, նա կարա, դուք խնձորենի երբևէ այդ շուղը ցանել եք, փոքրիկ այդ տունկը որ դնում ես, դու չես կարող հաջորդ օրը նրանից խնձորը ստանաս։ Դա կլինի մալինա, մոշ, թուփ, էլի ինչ որ։ Պետք է ինքը աճի, որ պտուղ տա։ Հոգևոր մարդը, եթե չի աճում, նա պտուղ չի կարող տա, հասկանում եք։ Պտուղը իր հերթին պիտի աճի, բայց ինքն էլ պետք է աճի, որ հասունանա, որ կարողանա պտուղ տա։ Ու պարզվում է, որ շատ կարևոր է, ես այսօր դրա մասին չեմ ուզում բանեմ, կիսվեմ։ Շատ կարևոր է, որ մենք ունենանք մեր կյանքի մեջ Աստծո ծառայողներ, ձեր կյանքի մեջ առաջի հերթին Աստծո ծառայողը Արտաշես եղբայրն է, որը դրված է, որպեսզի ցանի եւ ջրի։ Տեսեք, չի գրած, որ Տերն է եւ ցանում եւ ջրում։ Ասում է, ես ցանեցի, Ապողոսը ջրեց։ Բայց ամեն մեկս դարեցինք մեր պարգևի չափով, շնորհով, ամեն մեկիս ինչքան որ տրված էր։ Հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Մարդը, եթե ինքը ասում է, ես կարիք չունեմ, որի մեջ ցանեն, ջրեն, այդ անձնավորությունը լուրջ մոլորության մեջ է։ Երբ որ Պողոսը Հիսուսին հանդիպեց, երկու հարց տվեց, հիշում եք, չէ՞, ճանապարհին Դամասկոս գնալու։ Առաջի հարցը սա էր, ով է Տեր։ Հետաքրքիր է, ով է Տեր, ոչ մեկը քեզ չի կարող բացել բացի Տիրոջից։ Եվ Հիսուսը նրան ասավ, ով է ինքը։ Երկրորդ հարցը տվեր, ինչ կհրամայես, որ անեմ։ Հիսուսը չասավ ինչ անի, ասավ գնա, քեզ կասեն ինչ անես։ Աստված եկեղեցում դրա համար է տվել ծառայողներ, տարբեր տեսակի ծառայողներ, շնորհներ, որոնք Աստծո շնորհ ունենալով կարողանում են տեսնել եկեղեցու եւ կարիքները, եւ մյուս պարգևները, եւ կարողանում են, այսպես ասած, ղեկավարեն այդ պարգևները այնպես, որպեսզի ամեն մեկը իր պարգևի չափով մտնի իր ծառայության մեջ։ Եվ դա ասվում է եկեղեցում։ Եթե մեկը գալիս է ասում է եկեղեցում, ես կգամ ձեր եկեղեցին, բայց ինձ պետքա շատ, ես ինձ արվեստի մարդ եմ։ Դուք ինձ չասեք հանկարծ, ինչ պետքա ես անեմ։ Ես պետք է որոշեմ, ինչ անեմ։ Որ ինձ դες բան կասեմ, առայժմ հյուրի կարգավիճակով մասնակցի, լատինան քեզ արից ինչա դուս գալիս։ Ոչ մի ծառայություն էլ չես անի։
որովհետև Տերը շնորհը տալիս է միայն խոնարհներին։ Եթե մարդը խոնարհություն չի ցուցաբերում, գիտեք ինչ, սա Աստծո առաջ խոնարհ են, հենց մարդն տնում աշկերտն ուզում են։ Սիրելի քույր երեխաներ, Աստված դրել է ծառայողներ, որոնք պիտի ցանեն եւ ջրեն։ Ցանելը դա միայն ավետարանը չի, ցանելը դա ցանկացած հայտնության այն սկիզբն է։ Ցանկացած հայտնության, ընտանիքի հետ կապ, ցանկացած բնագավառի հետ կապված, հասկանում եք, չէ՞։ Սկզբից ցանվում է, ասում է, այ այսպիսի բան կա, հետո սկսվում է ջրել։ Ջրելը դա եւ աղոթքն է, եւ ուսուցչությունն է, սովորեցնում է ավելի մանրակրկիտ մանրամասը, եւ հոգատարությունն է, մի խոսքով, այդ ջրելը, բայց տեսեք, ասում է, բայց աճեցնողը Աստված է։ Ես այսօր այս իմ ամբողջ թե սկիզբը, թե հիմի մի ուղղության վրա է, որ միայն Աստված է աճեցնողը։ Եթե Աստված չաճեցնի, իզուր է մեր ցանելը եւ ջրելը։ Փորձեք մի բան անեք։ Ոմանք երևի տեղյակ են։ Դու կարող ես ընտիր հող վերցնես եւ այդ հողի մեջ ընտիր առողջ սերմ ցանել եւ շատ չափով ինչքան որ պետք է ջրես։ Ու հետո դրա վրա մի հատ սև ինչ որ լույս չի թողում թափանցի մի բան դնես վրան։ Հաջորդ օրը բացում ես ու էլի ջրում ես ու էլի փակում ես։ Մյուս օրը բացում ես, ջրում ես, փակում ես։ Ինչ կաճի։ Գիտեք, որ այս ասֆալտապատած ճանապարհների տակ ինչքան սերմեր կա։ Քանդեցեք, քանդեք։ Օրինակի համար եմ ասում։ Քանդում ես ասֆալտը, ես տեսել եմ այդպես, երբ որ քանդել են ինչ որ մի մաս, մեկ էլ տեսնում ես արդեն աճում է։ Այդ սերմերը կարան 100-ամյա այնտեղ մնան, լույս չեն տեսել, ջուր չեն տեսել։ Եթե գիտեք 100 տարուց ավել պետությունը, այդ ես գիտեմ, ցույց են տվել, որ պետությունը ունի սերմի տեսակներ, որ հատուկ պայմանների մեջ, մթության մեջ, այդ տաքուսարի բանի հետ կապված պահում են։ Ու չի աճում այդ առողջ սերմեր են, հենց այդ սերմը մի 50 տարի հետո վեր կալան ցանեցին, ջրեցին, սկսում է դուրս գալ։ Ուզում եմ կարդամ մի տեղ, որպեսզի մենք հասկանանք ինչ է նշանակում Աստված աճեցնում է։ Միթե Աստված ինչ որ մեկին աճացնում է, այս մեկին չի աճացնում։ Ռուսերեն sense մի հատ բան կա, ասում են Սվետ կլինում սաշոուսը։ Այսինքն ասո լույսը հավաքութա գնում մեկ էլ ուղիղ այս մեկի վրա է մենակ իշտում։ Այն մենակ այս մեկն է աճում։ Չէ։ Աստված իր արևը տալիս է եւ արդարներին, եւ ամբարիշներին։ Իր անձրևը տալիս է եւ նրանց։ Հարցը սրա մեջ է։ Ով է բաց Աստծո նկատմամբ։ Ինչն է պատճառը, որ ոմանց տես, բոլորը նստած եք, չէ՞։ Սա եկեղեցու, սենց ասած, հիմնականում ճնշող մեծամասնությունը, ասենք, նվիրված ծառայողներ են, Տիրոջը նախանձավոր մարդիկ են, նախանձող չէ, նախանձավոր տարբերություն գիտեք։ Ու այդ նույն քարոզը գնում է բոլորի համար, բոլորը լսում են, տեսնում ես մի տարի անցավ, 2 տարի անցավ, այս մարդը, այս մեկը, Փիլիպոսը, աճեց, իսկ Կիկոսը մնաց նույնը։ Ինչն է պատճառը, որովհետև մի հատ պարզ գաղտնիք կա։ Աստված բոլորին ուզում է աճեցնի։ Հովանես, առաջի Հովանես 1:5-7։ Առաջի Հովանես 1:5-7։ Եվ սա է այն ավետիքը, որ նրանից լսեցինք եւ պատմում ենք ձեզ, թե Աստված լույս է։ Եվ ոչ մի խավար չկա նրանում։ Եթե ասենք թե հաղորդություն, հաղորդակցության մասին է խոսքը, հասկանում եք, չէ՞։ Общение։ Հաղորդություն ունենք
նրա հետ, Աստծո հետ։ Եվ խավարի մեջ ման գանք, սուտ ենք ասում, եւ ճշմարտությունը չենք անում։ Բայց եթե լույսի մեջ ման գանք, ինչպես նա է լույսի մեջ, հաղորդություն ունենք իրար հետ, եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։ Եթե մենք Աստծո հետ հաղորդություն ունենք, մենք իրար հետ ենք, խաչը միշտ սենց է, վերտիկալնը и горизонтальնը։ Եթե Աստծո հետ հաղորդակցության մեջ ենք, մենք իրար հետ ենք հաղորդակցության մեջ։ Դու չես կարա Աստծո հետ խաղաղության մեջ եղնես եւ քուր եղբայրներիդ հետ խաղաղության մեջ, դա բացառվում, հասկանում եք։ Եթե չես ներեմ, չես ներվեմ։ Եթե ուզում ես աղոթես, սկզբից գնա ու հաշտվիր։ Եվ այդ պատճառով մենք պետք է հասկանանք մի կարևոր բան, Աստված աճեցնում է նրանց, ովքեր որ լույսի մեջ են։ Եթե մենք ուզում ենք հոգևոր աճենք, մենք պետք է Աստծո հետ հաղորդակցության մեջ եղնենք, չէ՞։ Ինչ է նշանակում Աստծո հետ հաղորդակցության մեջ, քայլել լույսի մեջ։ Ինչ է լույսը։ Եփեսացիս 5-րդ գլխի մեջ գրված է ամեն ինչ որ հայտնի է լինում, դա լույս է։ Այսինքն ոչ մի մեղք պիտի մենք չծածկենք։ Մեղքը դա խավար է։ Կապ չունի ներելա, հայհոյություն է, գողություն, շնություն, ցանկացած մեղք, եթե մենք մեր մեջ պահում ենք, մենք խավար ենք պահում։ Ցանկացած մեղք մեզ խանգարում է Աստծո հետ հաղորդակցություն ունենանք եւ Քրիստոսի արյունը մեզ չի, ես նոր կարդաց, չէ՞։ Բայց եթե լույսի մեջ մանգանք, խոստովանենք մեր մեղքերը Տիրոջը, լույսի մեջ անենք, հայտնի անենք, ինչպես նա է լույսի մեջ, հաղորդություն ունենք իրար հետ եւ նրա որդու Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։ Գիտենք, չէ՞, որ եթե մենք մեր մեղքերը խոստովանում ենք, հապա նրա արյունը մաքրում է մեզ մեր մեղքերից։ Այստեղ եք։ Հասկանում ենք, չէ՞, որ ոնց կարանք անենք, որ մենք աճենք, Տերը մեզ աճեցնի լույսի մեջ քայլելով։ Հաղորդակցություն դա նշանակում է իրար հետ մտերիմ վիճակ, չէ՞։ Այսինքն դուք երբևիցե մարդկանց հետ հաղորդակցվել եք, չէ՞։ Իմի ցավոք սրտի Facebook-ը, այդ սոց ցանցերը այնքան դրուզյաներ կան, ռուսերեն եմ հատուկ ասում, որ այնքան դրուզյաներ կան, բայց որ լուրջ հանդիպում ես այդ դրուզյաները շարունակում են իրանց մանրդյալ շատ ցալել։ Մեկը մոտը չի գա, մեկը քեզ մի հատ ոչ մուրահվա կբերի, ոչ մեղեր կտա, ոչ կհարցնի հալատ ինչա, ոնց է, ոչ քեզ համար կաղոթի։ Հենց լուրջ հիվանդանը մեզ, ոչ թե մատի կտացամ, այլ լուրջ հիվանդանը մեզ, հանկարծ տեսնում ես, որ Facebook-ի 3000, 5000 ընկերը ճու չկա։ Ուր են։ Մենք տենում ես, որ փաստորեն ասում է ինտերնետը, որ անջատեցին, տեհա որ տնեցիք, ահագին կարգին մարդիկ են։ Մենք տենում ես, որ դու հիվանդացար, հերը տա զանգում, մերը տա զանգում, չայ են տալի, կնիկը տա քեզ անոց, բամ երեխեքդ, ծնողներդ, այն հնգերը տա զանգում, ես սխի չեկար հավաքույթի, հոչ ես հիվանդացել, մեկ էլ հանկարծ պարզվում է, որ մի 5 հատ, 7 հատ, 10 հատ, կներեք հատով եմ ասում, մարդ կա, բացում ես Facebook, արա 2000 հնգեր ունեմ, ուր են այդ հնգերները։ Հաղորդակցությունը Աստծո հետ չի կատարվում, բոլորս հավաքվեցինք իրար, սաղովիկ, քարոզիչն ասավ, հալելույա, ասավ ասին, հալելույա, ու ասեցինք, արա այսիշ լավ հաղորդակցվեցինք Աստծո հետ։ Ես ուզում եմ մի քանի տեղեր ասեմ, որ ճշմարիտ աճողները դրանք աշակերտներ են։ Եթե աշակերտ չես, դու չես աճի։
Ժողովրդին հազարներով, Հիսուսը 4000-ով, 5000-ով, 7000-ով գրված է, կարդացեք։ Այդ լա ահագին կանանց ու երեխեքին չէին հաշվում։ Ես մեղավոր չեմ, որ չէին հաշվում։ Բայց չէին հաշվում։ Ու ինչ է այդքան մարդկանց հետ Հիսուսը բոլորը հիացած էին Հիսուսով։ Ուսուցիչ, ինչ լավ է քեզ գտան։ Պարզվում է որ գտան, որովհետև լավ կերել էին կշտացել։ Դե հանկարծ պարզվել էր, որ կարաս չաշխատես ու հրաշքով ապրես։ Ես вообще նկատել եմ ալարկոտների հավատքը շատ ամեց։ Նրանք շատ լուրջ հավատում են, որ Տերը պետք է իրաստեղն անի։ Աշակերտները նրանք են, ով որ Հիսուսի հետ, Աստծո հետ ինչ են անում, առանձնանում են։ Ես ուզում եմ ընդամենը մի քանի մեջբերում անեմ Տիրոջ խոսքից։ Այս մեջբերումների մեջ ես չեմ ուզում շատ բացատրեմ, դուք ինքներդ շատ լավ կհասկանաք ու կհասկանաք ինչն է պատճառը, որ ոմանք գիտություն ունեն, քարոզները լսում են, բայց չեն աճում։ Ստերեք, լսում եք։ Լսեք մի քանի բաներ։ Մատթեոս 17:18։ Մատթեոս 17:18։ Այն ժամանակ աշակերտներն առանձին Հիսուսին մոտ եկան եւ ասացին. մենք ինչու չկարողացանք հանել նրան, դեպեր հիշում եք։ Այն ժամանակ աշակերտ դուք նկատեցիք ինչ որ բան։ Այն ժամանակ աշակերտներն առանձին Հիսուսի մոտ եկան։ Առանձին։ Հիսուսը դառնում է ժողովրդի մեջ։ Նա անընդհատ պատված է ժողովրդով, մեկ ուզում էր ձեռ տա, մեկ ուզում էր էս, մեկ տարբեր առանձին եկան ու իրան հարցրեցին։ Մարկոս 4:34-ը, Մարկոս ավետարանը 4:34։ Եվ առանց առակի չէր խոսում նրանց հետ, ժողովրդի հետ։ Եթե դուք կոնտեքստը տանկարտակ կտեսնաք։ Բայց առանձին իր աշակերտներին ամեն բան մեկնում էր։ Առանձին, լսում եք, ռուսերենում գրված է նայդինե։ Առանձին։ Բոլորին առակներով պատմում էր, հոգևոր բաներ էր ասում։ Իսկ առանձին Տերը բացատրում էր։ Մարկոս 9:27-ը, Մարկոս 9:27-ը։ Եվ երբ որ նա տուն մտավ, աշակերտներն առանձին հարցրին նրան, թե մենք ինչու չկարողացանք հանել նրան։ Նույն բանն եմ ասում, արդեն Մատթեոսներին մեկը է, Մարկոսն է։ Էլի ուզում եմ ասեմ, առանձին։ Մարկոս 13:3-ը։ Մարկոս 13:3-ը։ Եվ երբ որ նա ձիթենյաց սարի վրա նստած էր, տաճարի դիմացը, Պետրոսը եւ Հակոբոսը եւ Հովանեսը եւ Անդրեասը առանձին հարցնում էին նրան։ Հիշում եք այնտեղ ինչ նշաններ կլինի Տերք ու Գալուստիվը։ Առանձին։ Սիրելի քույր եղբայրներ, ուզում եմ սրանով ավարտեմ այսօրվա մեր թեման, որ մենք հասկանանք, որ մենք բոլորս, եթե եկեղեցու մեջ չենք գտնվում, մեր կյանքի մեջ չունենք ծառայողներ, որոնք կցանեն Տիրոջ խոսքը եւ կջրեն, ինչպես գրված է, Տիրոջը պարգևի շնորհի չափով, ինչպես որ Տերը իրանց տվել է։ Մենք չենք կարող ինչ որ բան աճեցնենք։ Հեչ փորձելեք, ոչ մի բան չցանեք, բայց ջրեք ու սպասեք, որ եփտի աճի։ Իսկ հեչ փորձելեք, ցանեք, բայց չջրեք ու էլի ջղայնանակ խիչի աճում։ Աճելու համար, որպեսզի մենք հետո պտղաբեր լինենք։ Հիսուսն ասում է, դուք չեք ինձ ընտրել, ես եմ ձեզ ընտրել եւ դրել եմ, որ գնաք եւ ինչ անեք, պտուղ բերեք։ Գրված է։ Որտեվ նա որ պտուղ չի բերվում, ինչ անում, կտրվում է։ Ժամանակակից եկեղեցում չեն սիրում այդ մասին ասեն, բայց դուք քանի որ լավ եկեղեցի եք, ձեզ ասեմ, որ պտուղ չբերեցիք, կտրվելու եք։ Մեզ դա դուր է գալի, թե չէ։ Պտուղ բերելը, դա Գաղատացիս 5:22-ն է պտուղ,
ծառայության մեջ պտուղ եւ մնացած բան, պտուղ բերելը խիստ կապված է աճի հետ, որպեսզի մարդը աճի, պիտի ունենա իր սրտի մեջ խոսք, այդ խոսքը պիտի հոգատարություն անի, ջրի, աղոթքով, ուսուցանությամբ եւ այլն, եւ կարևորը հիշի, որ Աստված աճեցնում, քո հովիվները, քո ծառայողները չեն կարող աճացնել, չեն կարող, բռնենք, ձգենք, աճացնենք, չեն կարող, ես ունեմ 3 տղա, 3-ին էլ չեմ կարեցել ինքս աճեցնել, սպասել եմ մինչև իրանք են աճել, չես կարող, հղիացար, մի ամիս հետո ասեցիր, թե հոգնել եմ, ինչ 9 ամիսը մի եմ ուզում ունենալ, չես կարող, պետքա ամեն ինչ իր ժամանակին հասնի, ուզում ես աճես, Աստծո հետ հաղորդակցության մեջ տեսնի, չես կարող հաղորդակցության մեջ ունես, եթե գիտակցաբար մեղքի մեջ եղնես, պետքա լույսի մեջ քայլես, որ Աստծո հետ հաղորդակցության մեջ ունես, եւ եթե այդ հաղորդակցությունը, այդ առանձնությունն է, դա միայն եկեղեցին չի, եկեղեցուց դուրս, եթե դու առանձին կյանք չունես Հիսուսի հետ, չես աճի, հասկացանք սիրելի քույրեր, եղբայրներ, Տերը թող առատապես օրհնի ձեզ։